Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Մոսկվայի մարզին։ Նախնական տվյալով հարվածի թիրախ են դարձել Նոգինսկի նավթաբազան եւ Էլեկտրոստալի պահեստային օբյեկտները։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ Տամբովի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է Վալդբերիսի 7 աշխատակից, ավելի քան 20 մարդ վիրավորվել է ու հոսպիտալացվել։ Այս հարձակումներին զուգահեռ Զելենսկու իշխանությունն ուժգին ճնշման է ենթարկվում երկրի ներսում։ Կիևում հազարավոր ցուցարարներ մի քանի օր շարունակ դեմ են արտահայտվում Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայել Ֆյոդորովի պաշտոնանկությանը։ Ակտիվիստները պահանջում են Ֆյոդորովի վերադարձը Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնին, քանի որ նրա հետ են կապում բանակի բարեփոխումների հաջող ընթացքը։ Ուկրաինայում շատերը Ֆյոդորովին են վերագրում տեխնոլոգիական բարեփոխումների իրականացումը եւ զինված ուժերում անօդաչու թռչող սարքերի օգտագործման ընդլայնումը։ Զելենսկին ցույցերին արձագանքել է, ասելով, որ բողոքելը ժողովրդի իրավունքն է։ Նա նաև ասել է, որ հրապարակավ չի պարզաբանելու Ֆյոդորովի պաշտոնանկության պատճառը, քանի որ դրա մասին կարող է տեղեկանալ նաև Ռուսաստանը։ Այս գիշեր ևս Ամերիկան ու Իրանը միմյանց ծանր հարվածներ են հասցրել։ Իրանի Հորմոզգան նահանգում Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով զոհվել է 3 եւ վիրավորվել 8 մարդ։ 2 լցանավ հրդեհվել է Հորմուզի նեղուցում ականապատված երկուղով նավարկելու փորձի ժամանակ։ Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը ամբողջովին փակ է նավթի եւ գազի փոխադրումների համար մինչեւ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների ավարտը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է երկրի հարավում ամերիկյան ծանր անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Մեկ նման սարքի արժեքը գնահատվում է $30 միլիոն։ Իրանական բանակը ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Հորդանանում, Քուվեյթում եւ Բահրեյնում տեղակայված ամերիկյան բազաներին։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային դիմել է Միացյալ Նահանգների ղեկավարությանը։ Եթե Միացյալ Նահանգների հարձակումները շարունակվեն առաջիկա 2-3 օրվա ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը զսպման եւ պատասխան գործողությունների փուլից կանցնեն հարձակման եւ ամբողջական ոչնչացման փուլի։ Մենք կթիրախավորենք ոչ միայն Միացյալ Նահանգների բազաները հակամարտության գոտում, այլև դրանից դուրս։ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրի աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է, որ Մալաթյան նահանգի Բաթալ-Գազի շրջանում գրանցված 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո բացասական հետևանքներ չկան։ Ցնցումները զգացվել են նաեւ Էլյազիկ, Ադյաման, Թունջելի եւ Շանլուրֆա նահանգներում։ Վիետնամի հյուսիսում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, կան անհետ կորածներ։ Ջրհեղեղը վնասել է տներ, ճանապարհներ եւ էլեկտրահաղորդման գծեր, միաժամանակ ջրի տակ թողնելով 238 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։ Ուժգին մթնոլորտային ճակատն աննախադեպ քամիներ, առատ տեղումներ եւ ջրհեղեղներ է առաջացրել Չիլիում։ Եղանակային անոմալիայի հետևանքով ծառեր են արմատախիլ եղել, խափանվել է էլեկտրամատակարարումը, զգալի վնաս է հասցվել տներին ու ձեռնարկություններին։ Աղետների կանխարգելման եւ արձագանքման ազգային ծառայության տվյալով մթնոլորտային ճակատի ներթափանցման հետևանքով Չիլիի հարավային եւ կենտրոնական հատվածներում գետերը վարարել են։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ փոթորկի հետևանքով զոհվել է 4 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, իսկ հարյուրավորները տեղահանվել։ Իսպանիայի Արագոն շրջանում վերահսկողությունից դուրս եկած անտառային հրդեհն այրել է մոտ 14000 հեկտար տարածք եւ ստիպել ավելի քան 1000 մարդու լքել տները։ Հրշեջները, Իսպանիայի ռազմական արտակարգ իրավիճակների ստորաբաժանումը եւ հարևան շրջանների անձնակազմերը պայքարում են հրդեհի դեմ մի քանի ճակատում։ Հրդեհը շարունակում է մնալ արտակարգ իրավիճակի երկրորդ մակարդակում։ Արագոնում տարհանվել են Օրեսը, Ասինը, Լուեզիան, Մալպիկա դե Արբան եւ Ունկաստիլիոն, ինչպես նաև հարևան Նավարայի Պետիլիա դե Արագոնը։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։